Այսօր նախատոնական օր է, հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է տոնախմբել Սուրբ Հարությունը, Քրիստոսի Հարությունը։ Այսօր հայ առաքելական բոլոր եկեղեցիներում տեղի է ունենում Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Ինչու Ճրագալույցի Պատարագ, որովհետև պատարագից հետո հավատացյալները խորանից իջեցված մոմից իրենց մոմերն են վառում եւ տանում են իրենց տները եւ Քրիստոսի լույսը խորհրդանշող լույսն են տանում իրենց տները։ Սա նախատոնակ է, ծիսականորեն մենք այսպես կարող ենք ասել։ Այսօր կտեսնենք նաեւ թե ինչպիսի տոնախմբությամբ է տեղի ունենում, եպիսկոպոսական պատարագ է տեղի ունենալու ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, ամենայն հայոց կաթողիկոսը խորանից կիջեցնի վառվող մոմը խորանի եւ հենց այդ մոմից էլ հավատացյալներ իրենց մոմերը կվառեն։ Հարությունը հայ առաքելական եւ ոչ միայն հայ առաքելական եկեղեցու, համաքրիստոնեական եկեղեցու կարևորագույն տոնն է, որովհետեւ Քրիստոս եկավ, խաչվեց, մահացավ, հարություն առավ, որպեսզի մենք էլ Քրիստոսի հարությամբ ունենանք հնարավորություն հարություն առնելու։ Քրիստոս իր հարությունից առաջ նաեւ Ղազարոսին հարություն տվեց, որպեսզի ցույց տա, որ ինքը իշխանություն ունի հարություն տալու։ Նաեւ Քրիստոսի հարությունը այն ապացույցն է մեզ համար, մեր հավատքի հիմքն է, որով մենք հարություն ենք առնելու։ Պատահական չի, որ Պողոս առաքյալը համայնքներին ուղղված նամակներում ասում է, որ եթե հարություն չի առել Քրիստոս, ուրեմն ընդունային է մեր հավատքը։ Մեր հավատքի հիմքը, մեր հավատքի սյունը հարությունն է։ Մենք հարության համար ենք հավատում, մենք փրկության համար ենք հավատում, իսկ այդ փրկությունը տեղի է ունենում հարության միջոցով, իսկ մեր հարությունը տեղի է ունենում Քրիստոսի հարության միջոցով։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից